Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից 2 ամիս անց այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Տեսանյութերում վերջիններից կարելի է տեսնել մի տեղ ոտքի վրա, մի տեղ բազմոցին նստած զրուցելիս։ Կադրերից մեկում էլ ընդլայնված կազմով են երկու երկրների արտգործնախարարների եւ խոսնակների մասնակցությամբ։ Տեսանյութերից մեկում երևում է ինչպես է Թուրքիայի նախագահը մի քանի վայրկյան զրուցում Փաշինյանի հետ, հետո նկատում է հեռվում ժպտացող Ալիևին ձեռքով նշան անում, որ մոտենա ջերմորեն սեղմում նրա դաստակը, Ալիևն էլ հայացքով Փաշինյանին է մոտ հրավիրում։ Թե ինչ են խոսում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները կրկին չի լսվում։ Կադրերից միայն երևում է, որ կարճ զրույցն անցնում է ուրախ մթնոլորտում։ Այս հանդիպումը կայացել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցից հետո, որի ժամանակ ըստ կառավարության հաղորդագրության երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Կառավարությունից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում կարճատև զրույցներ է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր II, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի եւ այլ գործընկերների հետ։ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով եւ մաղթել հաջողություններ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Փաշինյանը քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի անկախ, իսկ ոչ վաղ անցյալում ԿՊ-ական падգամավոր Հովիկ Աղազարյանի ղեկավարած ՄԱՍԿ կուսակցության վարչապետի թեկնածուն Ազգային ժողովի նախկին падգամավոր Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Այս մասին Աղազարյանն է Facebook-յան իր էջում գրել, Մարուքյանն ավելի ուշ տեսաուերցեր հրապարակել եւ հաստատել տեղեկությունը։ Այս պատմական գործընթացը մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։ Բնականաբար լուրջ չի սիրելի հայրենակիցներ հիմա խոսել ինչ-որ այլ բաների մասին, երբ որ կլինի նախաձեռնություն, այսինքն փաստաթուղթը պատրաստ կլինի, մենք կաշխատենք արդեն նախագծի վրա, չնայած հիմա արդեն աշխատում ենք, եւ ձեզ կասենք, թե որ օրը այն մուտք կարվի։ Եվ դրանից հետո նաեւ թե որ օրը կլինի Ազգային ժողովի այդ կարևոր նիստը։ Հիմա սիրելի հայրենակիցներ ուղղակի շատ անհրաժեշտ է, որ մենք այս գործընթացը շատ հանգիստ տանենք, ստորագրությունները բոլորը տեղադրվեն համապատասխան փաստաթղթի տակ եւ շարժվենք առաջ։ Ես կարծում եմ այս պահին այսքանը, բազմաթիվ լրագրողներ են ինձ զանգահարում, հիմա հեռախոսս ուղղակի արդեն նստում է, բազմաթիվ լրագրողներ։ Մարուքյանը տեսաուերցի ժամանակ զանգահարել է Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի եւ պայմանավորվել հանդիպել, իսկ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի պատասխանել զանգին, որից հետո Մարուքյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել հանդիպելու առաջարկով։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատարանում հրաժարվել է պաշտպաններից։ Նրա փաստաբան Արսեն Սարդարյանը Ֆակտորեմին հայտնեց մի քանի օր առաջ են տեղեկացել, որ Հարությունյանը հրաժարվել է փաստաբաններից։ Փաստինֆոյի փոխանցմամբ Հարությունյանը հայտարարել է, որ պաշտպանները պրոֆեսիոնալ չեն, բայց պնդել է նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները։ Տուժող կողմը համոզված է խնդիր է դրված դատավարությունը ձգձգելու, իսկ Հարությունյանի փաստաբանները պրոֆեսիոնալներ են։ Արսեն Սարդարյանն ասաց, սրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս։ Ռեֆորմիստների կուսակցությունն էլ որպես վարչապետի թեկնածու առաջադրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Բաբայանի Facebook-յան էջից։ Մեր կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում առ այն, որ որպես ընդդիմադիր թեկնածու եւ Փաշինյանին այլընտրանք կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, մի մարդ, ով 2018 թվականից ի վեր կիսում է Հայաստանի Հանրապետության վարչապետի գրեթե բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը եւ ով ըստ էության չի եղել ընդդիմադիր։ Քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչև այս պահը դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուին, ռեֆորմիստների կուսակցությունը, որը 7 տարի եղել է պայքարի առաջնագծում, որոշում է կայացրել առաջարկել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին եւ падգամավորներին որպես վարչապետի թեկնածու, որևէ խմբակցությունում չընդգրկված անկախ թեկնածու ռեֆորմիստների կուսակցության նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ գումարման падգամավոր Վահան Բաբայանի թեկնածությունը։
ասվում է հայտարարության մեջ։ Կուսակցությունից հայտնել են, որ պատրաստ են այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ազգային ժողովի պատգամավորների եւ քաղաքական ուժերի հետ։ Ստամբուլում ավելի քան 3 տարվա դադարից հետո այսօր մեկնարկել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում են ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցները, հրապարակելով բանակցություններից առաջին կադրերը։ Ազատության ուկրաինական ծառայության տեղեկություններով բանակցությունները չեն ավարտվել, այլ ընդմիջվել են։ Հանդիման հնարավոր շարունակության մասին չի հաղորդվում։ Reuters-ը վկայակոչելով ուկրաինական աղբյուրները հաղորդում է, որ Ռուսաստանի բանագնացներն ավելի անիրատեսական պահանջներ են հնչեցրել, քան նախկինում հնչեցրածները։ Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ ռուսական պատվիրակությունը այդ թվում պահանջել է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքը ռուսական բանակի կողմից գրավված տարածքներից։ Կողմերն այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել։ Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով։ Նիկոլ Փաշինյանը Տիրանայից նաև տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին ներկայացնելով պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշումները ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շուրջ։ У нас пока нет проекта по новой конституции, но мы проанализировали нашу конституцию, и мы знаем вопросы, которые поднимает Азербайджан. И очевидно, что и согласно де юре, согласно решению нашего Конституционного суда, в нашем действующем Конституции нет никаких территориальных претензий к нашим соседям. Это уже юридически констатированный факт, и это очень важно. Ըստ այդմ ԵՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ Հայաստանի սահմանադրություն չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ եւ խաղաղության պայմանագրի երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի սահմանադրական դատարանը պայմանագրի ստորագրումից հետո։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին վերստին պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար խաղաղության հիմնարար պայման է եւ Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջզադեն։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։ Այսօր մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Սեբաստիա փողոցում Եռաբլուր զինվորական պանթեոնի հարևանությամբ դերևս անայդ հանգամանքներում Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 23 երթուղու ավտոբուսը դերևս անայդ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրաստիճանը, ապա ֆլեշ բենզալցակայանի սարքավորումներին եւ հայտնվել այս վիճակում։ Վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մոտ 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Շամշյանքոմի փոխանցման արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 9:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Ավանառին Ջաբովյան թաղամասի Ձագհավանքի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Մինչ օշերների ժամանումը Nissan Tiana Magnishi ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրագույտի։ Այս պահին ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Բարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։